Պարոն Խաչատրյան, հարևան երկրում Իրանում ռազմական գործողություններ են տեղի ունենում, նախ ձեզ ինչ տեղեկություններ է հայտնի այս պահին այնտեղ, ինչ իրավիճակ է, արդյոք հնարավոր է եղել կապ հաստատել այնտեղի գործընկերների հետ, տեղեկություններ ճշտել նաև հայ համայնքից։ Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ կոնկրետ իմ տեղեկատվությունը այնքանով է սահմանափակվում, որքան որ պաշտոնական տեղեկատվությունն է կամ վերահոսում եղած տեղեկատվությունն է, հասկանալի է, որ Իրանի եւ Իսրայելի միջև այս պահի դրությամբ փաստացի պատերազմ է մղվում, իսրայելական օդուժը հրթիռակոծում է, ռմբակոծում է Իրանի տարածքները եւ հակառակը Իրանը պատասխան գործողությունների է դիմել եւ հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին, ընդհանուր առմամբ սա գնահատում եմ իհարկե որպես պատերազմական գործողություններ եւ ինչը զգալիորեն նվազեցնում է տարածաշրջանային անվտանգությունը, որ այնքան էլ պինդ մենք այդպիսի անվտանգություն չունենք, քանի որ Իրանը մեր հարևան բարեկամ երկիրն է, բնականաբար Իրանում տեղի ունեցող այսպիսի պրոցեսները տարածաշրջանի անվտանգության համար մեծ ռիսկեր են ստեղծում։ Ինչ մտավախություններ ունենք հատկապես Սյունիքի վերաբերյալ, արդյոք նաև տեղեկություններ ունեք այս պահին սահմանային իրավիճակը հայ-իրանական գոտում ինչպիսին է։ Սահմանային վիճակը գիտեմ, որ նորմալ վիճակում է, որևէ միջադեպեր չկան, ինչ կանխատեսումներ ունեմ, պետք է ասեմ, որ կանխատեսումները կապված են իրադարձությունների զարգացումից, ինչպիսի իրադարձություններ կզարգանան, տեղի կունենան Իսրայելի եւ Իրանի միջև, հուսով եմ, որ այս հակամարտությունը արագ կարգավորում կունենա եւ ես հավատում եմ դրան, որ արագ կարգավորվի, որովհետեւ ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որ այս ամենը վերածվի ավելի լայնամասշտաբ պատերազմի, ինչը հղի է շատ վատ հետևանքներով եւ Իրանի եւ Իսրայելի համար եւ ընդհանրապես տարածաշրջանի համար։ Ես կարծում եմ, որ հակամարտությունը երկար չի տևի, դա իմ կարծիքն է։ Նիկոլ Փաշինյանը Պրահայում էր այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ, որ մեր մտահոգությունն ենք արտահայտում եւ դատապարտում Իսրայելի վերջին գործողությունները ընդդեմ Իրանի, դա կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այս մասին հայտարարել։ Պարոն Խաչատրյան, մեր դիրքորոշումը որը պետք է լինի այս իրավիճակում հաշվի առնելով նաև Հայաստանի շահերը, մասնավորապես Սյունիքի ուղղությամբ։ Տեսեք, պետք չէ առանձնացնել Սյունիքը դա Հայաստան է, Սյունիքում եթե խնդիր կա, դա Հայաստանի խնդիրն է, եւ Սյունիքը կլինի Տավուշը, կլինի Երևանը, կլինի որևէ կերպ չի կարելի առանձնացնել, այդքան Սյունիքի անուշավ տալ։ Ուղղակի Սյունիքը ունի պետական սահման Իրանի հետ, դիրքորոշումը եւ արտաքին գործերի նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը արդեն հայտնել են պաշտոնապես, հայտնել են, որ անընդունելի է այսպիսի հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա, ինչը էականորեն մեծ ռիսկեր է ստեղծում, անվտանգային ռիսկեր է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։ Դիրքորոշումը արդեն հայտնվել է, իհարկե, եւ կրկնում եմ հետագա զարգացումները, հետագա կանխատեսումները կախված կլինեն միայն այդ պատերազմական իրավիճակի զարգացումներից։ Այսինքն այս պահին Հայաստանը արդյոք նախապատրաստվում է հնարավոր սցենարների, օրինակ բանակի անվտանգությունը բարձրացնելու, զինվորներին հրաման տալու, պատրաստության բերելու ուղղությամբ, թե ոչ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգերը եւ մարմինները ունեն բոլոր իրավիճակների համար համապատասխան սցենարներ եւ այս սցենարների համար գործողությունների պլան։ Իհարկե, մեր անվտանգային համակարգը բոլոր սցենարների համար ունի որոշակի գործողությունների պլան եւ դա նշանակում է, այո, որ մենք պատրաստ ենք ցանկացած իրադարձությունների զարգացմանը, բայց կրկնում եմ տարածաշրջանում տեղի ունեցող այնպիսի մեծ չափեր կարող են գրկել, որ ընդհանրապես տարածաշրջանային երկրների համար աղետալի իրավիճակ ստեղծի, առաջինը հենց Իրանի կամ Իսրայելի համար։ Բայց կրկնում իհարկե անվտանգային համակարգը Հայաստանի Հանրապետության բոլոր սցենարներն էլ ունի որպես վարկած եւ այս սցենարների արկայության դեպքում գործողությունների մշակած պլան։
Առաջին քննադատությունը, որ եղավ իշխանությունների հասցեին այս օրերին, այսպիսի մի միտք էր, որ թեև չեք ուզում Սյունիքի անունը մատնանշեմ, բայց շեշտադրումը այսպիսին էր, որ Սյունիքից մի քանի մետր այն կողմ պատերազմ է, դա կարող է նաև մեր երկիր բերվեր, բայց Հայաստանի իշխանությունները անվտանգության խորհրդի նիստ այդպես էլ չարեցին, դեռևս այս պահի դրությամբ զբաղված են ներեկեղեցական հարցերով, այսպես միջամտում են եկեղեցու գործերին, փորձում են կաթողիկոս փոխել, փոխարեն զբաղվեն անվտանգային խնդիրներով։ Տեսեք, անընդհատ այդ նարատիվ առաջ են տանում, վայ տեսեք Ուկրաինայում կռիվ է, Հայաստանը զբաղված է իր ներքաղաքական կամ ներտնտեսական կամ ներքին հարցերով, այստեղ ինչ որ խնդրեմ կա Հայաստանը զբաղված է, այո, Հայաստանը զբաղվելու է իր առօրյա խնդիրներով եւ այդպես էլ պետք է լինի, Հայաստանի Հանրապետության բնակիչները, քաղաքացիները պետք է զբաղվեն իրենց առօրյա խնդիրներով, իրենց ժամանակը անցկացնեն եւ որևէ կերպ կառավարությունը ամեն ինչ պետք է անի, որպեսզի արտասահմանային իրադարձությունները չներազդեն մեր քաղաքացիների կյանքի որակի եւ բովանդակության վրա։ Սա այս կառավարության ամենակարևոր գործառույթներից մեկն է։ Ամեն ինչ պետք է անել, որ մեր սահմանից դուրս իրադարձությունները չանձնեն մեր քաղաքացիների կյանքի որակի ամեն ինչի վրա։ Թե չէ եթե մենք ամեն ինչը վերցնենք, բերենք պատճառաբանենք, որ ստեղ պատերազմա, նեղ պատերազմա եւ ինչ որ սահմանափակումներ անենք երկրում կամ ինչ որ վախի կամ տագնապի մթնոլորտ ստեղծենք, սա շատ լուրջ վնաս կհասցնի եւ տնտեսությանը եւ մեր երկրին։ Եվ որևէ օր չի կարելի կորցնել տնտեսության ուղղությամբ տնտեսությունը զարգացնելու, անվտանգային համակարգը զարգացնելու, որևէ օր չի կարելի կորցնել, անկախ այն հանգամանքից, թե մեր սահմաններից են կողմ ինչ է տեղի ունենում։ Իհարկե այդ տեղի ունեցողը ամբողջությամբ հաշվի առնված, ամբողջությամբ մշակված է, որ դուք ասում եք անվտանգության խորհրդի նիստ չի արվում, անվտանգության խորհրդում վստահ եղեք այս հարցը բազմաթիվ անգամներ քննարկվել են, կան որոշակի պլաններ գործողությունների, թե որ դեպքում ինչ պետք է անեն մեր անվտանգային համակարգի ներկայացուցիչները։ Եվ ստեղծված իրավիճակում կա արդյոք Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից, մասնավորապես Սյունիքի նոր ագրեսիայի ռիսկ։ Դուք տեսնում եք ռեալ այս բանը։ Ոչ, ես նման ռիսկ չեմ տեսնում։ Նման ռիսկ չեմ տեսնում այս պահին եւ օբյեկտիվորեն լավատես եմ, գտնում եմ, որ հակամարտությունը երկար չի տևի, եւ կրկնում եմ, նման ռիսկ այս պահին չեմ տեսնում։ Ինչո՞վ է պայմանավորված ձեր լավատեսությունը, պարոն Խաչատրյան։ Լավատեսությունը կրկնում եմ օբյեկտիվ լավատեսությունը, այսինքն հանգամանքների անհիմն չէ, օբյեկտիվ իրավիճակը վերլուծելով, գուցե եւ սխալվում եմ, բայց Աստված ճիշտ գտնում, կարծում եմ, որ այս հակամարտությունը, զինված հակամարտությունը, պատերազմական հակամարտությունը, խոսքը գնում է դրա մասին, երկար չի տևի եւ Իրանի եւ Իսրայելի միջեւ, որտեղ այդ երկու տնտեսություններն էլ հատկապես Իսրայելի տնտեսությունն էլ այսօր կարծում եմ բարվոք վիճակում չէ եւ պատերազմի ամեն օրը սարսափելի մեծ ծախսեր են եւ կարծում եմ, որ Իսրայելը այդքան երկար պատերազմական գործողությունների գնալու ռեսուրսներ չի ծախսի, ռեսուրսներ կխնայի, նույնը եւ Իրանում։ Խնդիր թերևս չունի։ Չէ, տեսեք, զենքի խնդիր, այո, չունի, երևում է դա, բայց ցանկացած հրթիռ օրինակ, որ արձակվում է հակաօդային պաշտպանությունը իրականացնելու նպատակով, դա միլիոնավոր դոլարներ են եւ պատկերացրեք յուրաքանչյուր ռմբակոծություն կամ յուրաքանչյուր օր այս զինված հակամարտության ինչ մեծ թվեր են նստում այդ երկրի տնտեսությանը, չհաշված որ ամբողջ տնտեսությունը երկրի մեծ մասը գտնում է դեպրեսիայի մեջ, իհարկե տուրիզմ եւ այլ տեղաշարժի խնդիրներ, տնտեսական մի շարք ոլորտներ այս պայծրությամբ երևի ընդհանրապես չեն գործում, դա բնական է պատերազմական իրավիճակներում եւ այս ամենից ելնելով կարծում եմ, որ երկար չի տևի այս փոխադարձ հրթիռակոծությունը եւ ռմբակոծությունը։ Այնուամենայնիվ Իրանի թուլացումը ինչպես է ազդելու մեր երկրի անվտանգությունը դրան։ Իրանը մեզ հարևան եւ բարեկամ երկիր է եւ իհարկե Իրանում ցանկացած ալեկոծություններ դա Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում
Մեր համար կարևոր է, որպեսզի Իրանում լինի խաղաղություն, որպեսզի Իրանում տնտեսական ակտիվություն լինի եւ հատկապես պատերազմական իրավիճակներ մեր հարևան եւ բարեկամ երկրում չլինեն։ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա տարածաշրջանի կայունության, խաղաղության, փխրունության վրա է ազդելու, արդյոք նաև սրանով պայմանավորված հնարավոր է խաղաղության գործընթացը, այսպես Ադրբեջանը սա եւս պատրվակ օգտագործի ձգձգելու, այսպես շփոթելու ուղղությամբ, հաշվի առնելով նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմն Ադրբեջանից հնչող հայտարարությունները շատ իմպուլսիվ են լինում, պահի ազդեցության տակ երբեմն, ես չեմ կարող ասել, թե ինչպես կօգտագործվի այս պատերազմական իրավիճակը Ադրբեջանի կողմից իր շահերի առաջ քաշման առումով, չեմ կարող այս պահի նման կանխատեսում անել, բայց կարծում եմ, որ Ադրբեջանը շատ զուսպ կլինի այս իրավիճակում որոշակի ինչ-որ գործողություններ կամ ինչ-որ հայտարարություններ անելու մեջ։ Դուք ըստ էության կարելի է, եթե ամփոփենք, ասենք, որ չեք կարծում, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանում ստեղծված այս իրավիճակից եւ հնարավոր ռազմական էսկալացիայի գնա Հայաստանի հետ սահմանում։ Իհարկե նման վարկած կա, նման վարկածը պետք է լինի եւ վարկածները պետք է լինեն նույնիսկ քիչ հավանականություն ունեցողները պետք է քննարկման առարկա դառնան, դա բնական է, բայց ես կարծում եմ, որ այս պահին ամենաքիչ հավանական սյուժեն դա կլինի, ես հավանական չեմ համարում դա։ Եվ այս ռազմական գործողությունների առաջ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը մի կարևոր հայտարարություն արեց, որ Իրանը կասեցրել է Զանգեզուրի այսպես կոչված միջանցքը, եթե Իրանի համապատասխան գործողությունները չլներ, ապա այդ միջանցքը արդեն տրված կլներ, Հայաստանը մասնատված կլներ, սա հաջորդեց այս գործողություններին, սրա վերաբերյալ ընդհանուր ինչ կասեք։ Բազմիցս Իրանը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, արդյոք այս իրավիճակից Ադրբեջանը չկարող օգտվել։ Իհարկե Իրանի Իսլամական Հանրապետությունը այդ դիրքորոշումը ունի ելնելով իր կենսական շահերից, որովհետև նման բան եթե լինի, Իրանի հյուսիսային սահմանը արդեն կարելի ասել փակվում է եւ Իրանը այո, սկսած 2020 թվականից բազմիցս տարբեր մակարդակներում հայտարարություններ արել ամենահստակ ձևով, որ անընդունելի է ինչ որ Ադրբեջանի կողմից առաջ քաշված այդ Զանգեզուրի միջանցքի գաղափարը, իհարկե ամենաշատ դա անընդունել է մեր համար, բայց հայտարարության հետ կապված կասեմ հետեւյալը, որ պատմությունը չի սիրում եթեով խոսելով, այո, Իրանի աջակցությունը այս հարցում բավականին մեծ է եղել եւ բայց այն, որ եթե Իրանը չարձակցեր, ապա այսօր Զանգեզուրի միջանցք նման ճանապարհ կլիներ, ես դա չեմ ընդունում եւ եթե նման հարցակում կամ ուժի միջոցով փորձվեր այդ միջանցքը ստանալ կամ ինչպես իրենք էին ասում, դա Հայաստանի զինված ուժերը եւ ամբողջ հայ ժողովուրդը իհարկե դուրս էր գալու պայքարի, մեր զինված ուժերի եւ անվտանգային համակարգը եւ հայտնի չէ թե վերջում ինչ ավարտ կունենար դա։ Հետեւաբար եթեով խոսելը ես չեմ ընդունում, բայց որ նպաստել է Իրանը որպես բարեկամ հարևան երկիր եւ իր շահերից ելնելով որպեսզի այդ խոսույթը ընդհանրապես չլինի եւ դուրս գա շրջանառության մեջից, իհարկե դա չենք երգում։ Նշեցիք, որ Հայաստանի իշխանությունները տարբեր սցենարների դեպքում համապատասխան գործողություններ են նախապատրաստում, անվտանգային, տնտեսական, արդյոք նաև Իրանից այսպես հոսքեր կանխատեսվում է, որ կլինենք, արդյոք պատրաստ ենք ընդունելու, ինչպես։ Տեսեք, ամենը կապված է, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կունենան, զարգացումներ կլինեն այս պատերազմին հաջորդող օրերին կամ ժամանակահատվածին։ Եթե պատերազմական այս ակտիվ շրջանը ավարտվի, բնականաբար որևէ աղետալի սպասելիքներ չենք ունենա եւ պարզ է, որ էսկալացիան
քիչնի, ինչը տարածաշրջանի համար շատ կարևոր է եւ լավ կլինի, բայց եթե էսկալացիան շարունակվի եւ նոր գործողություններ լինի, ցանկացած սցենար պետք է կանխատեսել, ցանկացած սցենար, բայց կրկնում եմ, այդ երկրորդ սցենարը, որ էսկալացիան ավելի բարձր մակարդակի վրա լինի ու աճի եւ ավելի աղետալի երևույթներ մենք տեսնենք Իրանում, դա քիչ հավանական եմ համարում այս պայմանությամբ, որտեղ Իսրայելը իր առջև խնդիր էր դրել ոչնչացնել այն օբյեկտները հիմնականում, որոնք միջուկային նյութերի պատրաստման եւ միջուկային զենքի պատրաստման կասկած կա, որ նման միջոցներ կան, թեև Իրանը հերքում էր, որ միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ որևէ գործողություններ չեն անում եւ այդ կապակցությամբ նաեւ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ են ընթանում։ Ամեն դեպքում խնդիրը Իսրայելի առաջ դրված է եղել այս խնդիրը եւ հայտնի է, որ բազմաթիվ օբյեկտներ վնասվել են, ռմբահարվել են, որոնք կասկածվում են միջուկային էներգետիկայի բնագավառում ինչ-որ գործունեություն իրականացնելու մեջ։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ շուտով Իսրայելը հայտարարություն կանի, կարծում եմ, շատ վատ բան է կանխատեսումներ անելը, բայց կարծում եմ, որ հայտարարություն կանի, որ իր առջև դրած խնդիրները ինքը որոշակի չափով համարելու է ավարտված։ Արդեն սրանից հետո պարզ չի, ասենք Իրանի դիրքորոշումը ինչ կլինի, բայց կարծում եմ, որ երկու կողմերին ձեռը տալու ինչ-որ մի պահից պատերազմական գործողությունները դադարեցնել։